Սիրելի հորդներ, այսօր խոսելու ենք ժպիտների մասին, բառի բուն իմաստով այտենց մարդիկ են եղել իմ կուրսում, կուրսացիները կարան վկայեն, երկու հոգի էին, երկուսն էլ վարդան էին, մեկը Երևանից, մեկը չեմ ասի որտեղից, կարող է ճանաչեն։ Ինչևէ, այս մարդիկ շատ էին ժպտում, դրա համար անունները ժպիտ էր դրվել, հա։ Ժպիտ իմաստը ինչու՞մ է։ Դրա մասին ավելի մանրամասն եթերում կխոսեմ։ Ուրեմն ժպիտը դա գիտական հիմքեր են բերելու, իմաստնական փորձից են բերելու, ու հիմա կարճ կարամ ասեմ, որ հետազոտությունները ցույց են տվել մինչև 2012 թիվը, որտեղ բան է փոխվել սմարթֆոնները երեխեքի կյանք գալուց հետո, միջին ստատիստիկ երեխեն այն ժամանակ մի քանի տարի առաջ, 10 քանի, օրը 400 անգամ էր խնդում, իսկ մեծահասակը խնդում էր քանի անգամ, մինչև 15 անգամ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այն ամենագլխավոր վարժությունը, որը շատ մկաններ է աշխատացնում, այդ վարժությունը չի աշխատում։ Երբ որ մենք ժպտում ենք, ավելի շուտ ծիծաղում ենք, մեր օրգանիզմում ամենաշատ մկաններն են աշխատում։ Վազքի ու այն մյուս վարժությունները, որ գրեթե բոլոր մկանները գործարկում են, ժպիտը չէ, ծիծաղը գործարկում է։ Ողջույն մեր վարդաններին, ողջույն մեր հետևորդներին։ Ես ուրախ եմ, որ շորթերը, լայվերը, եթերները նայվում են։ Ուրախ կլինեմ, որ հարցեր լինեն, հա, հարցեր ոչ թե ընթացքում, այլ այն հարցերը, որոնց կարելի է ընդլայնվել, ձեզ հետաքրքրող հարցին պատասխանել։ Ինչու՞մ է կայանում բանը։ Ուրեմն շատերս գեղեցկության պակասից, հա, մեր ֆիզիկական օրգանիզմի գեղեցկության մասին չի, մեր ներքին հուզական վիճակի գեղեցկության մասին է։ Դրա պակասից սկսում ենք ծերանալ։ Ծերանալը սուտ է, դա շուտով կապացուցվի։ Ես ոնց եմ տեսնում, երկու հատ անասուն կան, մեկը հիվանդ է, հա, մարմին է, մեկը հիվանդ չի, որը որ առողջ առույգ ուժեղ է, նրա ֆասցիաները, փակեղներ են կոչվում, այդ հետո կանդրադառնանք, դեղնած չեն, իսկ որը որ հիվանդ է, ծանր վիճակում է, դեղնած են։ Լավ որ ուրախ եղեք։